Սիրելի ընկերներ, երբ հարցնում են ինչու հայերը գոյատևեցին հազարամյակներ շարունակ, պատասխանը պարզ է, ոչ թե որովհետև միշտ ուժեղ բանակ ունեինք, ոչ էլ որովհետև միշտ մեծ տարածքներ ունեինք, այլ որովհետև ունեինք ավելի կարևոր բան, ազգային արժեքներ, որոնք մեզ միավորում են։ Այսօր, երբ խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին, չենք կարող անտեսել այդ արժեքները, որովհետև առանց դրանք մենք պարզապես տարածք ենք, ոչ թե ազգ։ Նշեմ ճակատագրական երկու տարեթիվ։ 405 թվական։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, ոչ թե որովհետև փայլուն միտք էր եկել, այլ որովհետև հասկացավ, առանց սեփական գրերի մենք կմոռանանք, թե ով ենք եղել, եւ նա ճիշտ էր։ Տեսեք շրջապատող ազգերին, քանիսն են պահել իրենց լեզուն անփոփոխ, քանիսն են կարողացել փոխանցել սերնդե-սերունդ, բայց այսօր մեր երեխաները երբ ավելի լավ են խոսում անգլերեն, քան հայերեն, երբ մեր երիտասարդները ավելի շատ են օգտագործում օտարալեզու բառապաշար եւ հայերենը համարում են հնացած ոչ ժամանակակից, մենք վտանգված ենք։ Հայերենը ոչ թե պարզապես հաղորդակցման միջոց է, սա մեր մտածելակերպն է, մեր մշակույթը, մեր ինքնությունը։ Եվս մեկ տարեթիվ։ 301 թվական Հայաստանը դարձավ առաջին քրիստոնեական պետությունը։ Երբ ամբողջ աշխարհը պաշտում էր բազմաստվածությունը, երբ Հռոմը դեռ հալածում էր քրիստոնյաներին, հայերը ընտրեցին հավատք, որը նրանց տարբերում էր բոլորին։ Երբ մեզ փորձեցին զրահադաշտ դարձնել, մենք ասեցինք ոչ, երբ փորձեցին իսլամացնել, մենք ասեցինք ոչ, իսկ այժմ մեզ ուզում են թրքացնել, եւ մենք կրկին ասում ենք ոչ։ Հայ առաքելական եկեղեցին մեզ համար միայն աղոթքի տեղ չէ, եւ այսօր, երբ փորձում են թուլացնել եկեղեցին, ջարդել ու մաս անել, մենք պետք է հասկանանք, սա վտանգ է մեզ համար։ Ինչպես եկեղեցին զուտ շենք չէ, հայկական ընտանիքը նույնպես, միշտ եղել է ավելին, քան պարզապես հայր, մայր եւ երեխաներ։ Սա եղել է համակարգ, որտեղ պապը սովորեցնում է թորանը, տատը թորնուհուն, որտեղ արժեքները փոխանցվում են ոչ թե դպրոցում, այլ տանը։ Բայց այսօր ինչ ենք տեսնում։ Ընտանիքները քայքայվում են, ամուսնալուծությունների թիվը շատանում, ամուսնացածներին քչանում, երեխաների թիվը նույնպես կրճատվում է։ Ուժեղ ազգ չի կարող կառուցել թույլ ընտանիքի վրա։ Պատմությունը մեր ուղեցույցն է։ Վերջին տարիներին մեզ ասեցին. մի նայեք անցյալին, նայեք ապագային, բայց մենք ինչպես կարող ենք նայել ապագային, երբ չգիտենք որտեղից ենք եկել։ Մեր պատմությունը ոչ թե թանգարանային նմուշ է, սա մեր ինքնության անբաժանելի մասն է։ Ինչու է սա կարևոր։ Որոշները կարող են ասել. մեր ինչին է պետք հին ավանդույթները, մենք ժամանակակից երկիր ենք կառուցում, բայց ահա թե որտեղ է սխալը։ Ժամանակակից լինելը չի նշանակում մոռանալ, թե ով ես։ Ուժեղ երկրները ուժեղ են, որովհետև գիտեն ով են։ Իսկ մենք մոռանալով մեր արժեքները ուժեղ կդառնանք։ Մեր ընտրությունն է կառուցել ժամանակակից Հայաստան, միաժամանակ պահպանելով մեր ազգային արժեքները։ Մենք կարող ենք ունենալ տնտեսություն, միաժամանակ ընտանիքներ։ Մենք կարող ենք լինել նորարար, միաժամանակ պահպանել մեր լեզուն։ Մենք կարող ենք լինել ժամանակակից եւ միաժամանակ պահպանել մեր եկեղեցին։ Կարող ենք նայել ապագային եւ միաժամանակ չմոռանալ մեր պատմությունը։ Եվ այս ամենը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ուրեմն թույլ չենք տա զրկել մեզ մեր ինքնությունից եւ մեր արժեքներից։